դու միշտ իմ հետ ես, իսկ այդ եղբայրը կորած էր և գտնվեց, մահացած էր և հարություն առավ։ Ամեն տարի մեծ պահքին այս առակը կարդալով կամ այս օրը եկեղեցում աղոթքի կանգնելով փորձում ենք ինչ-որ մի նոր բան խաղել, ինչ-որ մի նոր բան սովորել ավետարանի բերած այս իմաստուն խոսքերից։ Եվ ես կուզեի, որ այսօր մենք անդրադառնանք նախ եւ առաջ ինչպես ամեն անգամ ապաշխարության կարևորությանը, զղջման կարևորությանը եւ նաեւ անդրադառնանք ժամանակին։ Ժամանակի նկատի ունեմ ասելու, որ շուտ հասկանալ եւ շուտ գնալ այդ քայլին։ Ինչու համար? Որովհետեւ մենք այսօր ապրում ենք մի այնպիսի ժամանակահատվածում, երբ ոչ մեկը չի կարող ասել, թե վաղը ինչ է կատարվելու, ինչ է տեղի ունենալու մեր հետ, մեր երկրի, մեր աշխարհի։ Ժամանակն է, որ մենք մտածենք մեր հոգևոր ապահովության մասին ևս։ Կարծես թե մեր ձեռից այսօր գնացած է։ Մենք չենք կարող այսօր ինքներս մեզ պաշտպանել մեր ֆիզիկական ապահովվածությունը։ Բայց մենք այսօր հնարավորություն ունենք գոնե մեր հոգևորը պաշտպանելու։ Այսօր մեզ տրվում է հնարավորություն եւ վերհիշեցնում է այս առակն է, որ մենք կարող ենք գնալ դեպի Աստված եւ Աստված միշտ էլ ուրախ է ընդունել բոլոր նրանց, ովքեր ժամանակին ինչ-ինչ պատճառներով նրանից հեռացել են։ Բայց այդ ապաշխարությունը, այդ զղջումը, այդ մեր քայլը դեպի Աստված արած պետք է լինի այնպիսին, ինչպիսին որ այն տղան արեց։ Նա ասաց, որ ես մեղանչել եմ քո եւ Աստծո առջև, իր հոր ասաց։ Նա չգնաց եւ չասեց, ես եկել եմ, որովհետեւ այնտեղ սոված էի, եւ հիմա մի կտոր հաց կուտեմ եւ նորից կգնամ։ Նա չասեց, որ ես եկել եմ, որովհետեւ ես չունեի տուն, հիմա ուղղակի եկել եմ, որ դու ինձ տուն տաս, ես ապրեմ։ Նա եկավ ասելու, ես վերադարձել եմ քեզ որպես որդի, վերադարձել եմ ընտանիք, այսինքն նա ճշմարիտ ապաշխարության, զղջման եւ իր մեղքը զգալու օրինակը տվեց մեզ այսօրվա համար։ Մենք էլ մեր մարդկային հարաբերությունների մեջ շատ հաճախ սխալ ենք գործում մեկս մյուսի հանդեպ։ Սկսում ենք մեկի հետ մոտիկ լինել, ընկերություն անել կամ բարեկամություն անել ինչ-որ մի ակնկալիքով։ Տարբեր դրանք կարող է լինել։ Ոչ թե մենք ուզում ենք շատ անգամ, որ մենք ընկեր լինենք, մեր ընկերը լինի ինչ-որ մեկը ուղղակի ընկերը լինի, այլ նա ուզում ենք, որ ընկերը լինի, որ այս եւ այն բաները մեր համար նա կատարի։ Մոռանալով, որ ընկեր կամ լավ ընկեր ունենալու համար նախ եւ առաջ պետք է մենք լինենք այդ լավ ընկերը։ Եվ այսօր, երբ որ մենք շատ հաճախ մեկս մյուսին կարող ենք այդպես խաբել, որովհետև մենք նայում ենք մեկս մյուսի աչքերի մեջ եւ փորձում ենք հասկանալ, խաբում է, չի խաբում, մեկ-մեկ կռահում ենք, մեկ-մեկ չէ։ Աստված նայում է բոլորիս հոգիների մեջ։ Նրան մենք չենք կարողանա խաբել, ասելով այսօր եկա եկեղեցի, զղջացի, հաղորդություն ստացա, մոմ վառեցի, հետեւաբար արդեն ես քո հետ եմ եւ դու էլ պետք է ինձ պաշտպան եւ պահապան լինես իմ ամբողջ կյանքի ընթացքում։ Աստված բոլորին է պաշտպան եւ բոլորին է պահապան, բայց նա ուզում է մեր կողմից էլ ընդամենը չնչին մի բան, որ մենք սրտով նրանից ուզենք այն ինչ որ մենք ուզում ենք։ Եվ եթե մենք սրտով ուզենք, ապա ինչպես այդ առակի մեջ գրկաբաց նա մեզ կընդունի։ Դուք շատերը տեսած լինեք այսօրվա գլուխ գործոց նկարներից մեկը չէ, Վան Գոգի, որը որ պատկերում է այն պահը, երբ անարակ որդին վերադառնում է տուն։ Եվ այդ նկարի մեջ, եթե ուշադիր չեք եղել, ուշադիր եղեք, հոր ձեռքերը սովորականից ավելի մեծ են նկարված։ Եվ դա ուղղակի այդ հզոր նկարիչի սխալը չէ, դա այդ հզոր նկարիչի այդ հզորությունն է, որ նա ցույց է տվել, թե ձեռքերի միջոցով է ցույց տվել, թե որքան մեծ ուրախությամբ է
հայրը ընդունում իր մոլորյալ որդուն, որը որ կանգնել է ճիշտ ճանապարհի վրա։ Եկեք բոլորս անդրադառնանք այսօրվա այս դժվարին օրերին աշխարհում, որ մենք չենք կարող ոչ մեկս վստահ լինել, որ եկեղեցուց դուրս գալուց հետո մեր հետ ինչ կկատարվի, բայց մենք կարող ենք ամեն մեկս վստահ լինել, որ մենք կարող ենք գնալ դեպի մեր Աստվածը եւ մեր Աստված մեզ անպայմանորեն գրկաբաց կընդունի։ Եկեք այսօրվա Կիրակին թող դառնա մեր այդ անդրադարձի Կիրակի։ Մտածենք, չնայած մեկս մյուսին խաբել ենք, եկեք գոնե Աստծուն չխաբենք։ Գոնե դեպի Աստված գնանք ճիշտ։ Գոնե մեր աղոթքների մեջ ոչ թե հաշվարկ անենք, այլ իրոք խնդրենք։ Գոնե մեր աղոթքների մեջ կարողանանք ցույց տալ մեր այն սերը, որը որ մենք ունենք մեր Աստծո հանդեպ։ Դա շատ փոքր սեր է, բայց մենք այդ սերը ցույց տալով կստանանք Աստծո ամենահզոր եւ ամենամեծ սերը։ Սումգայիթյան կոտորածների մասին խոսել կրկին եւ կրկին շատ ցավալի է։ Սրտաճմլիկ է այն ամեն ինչը որ տեղի ունեցավ այդ տարիներին։ Անհնար է դա մոռանալ, հատկապես 1915 թվականի ցեղասպանությունից հետո կրկին եւ կրկին հայ ժողովուրդը նորից ու նորից վերապրեց այն ցավը, այն ողբը, այն ամենը, ինչը որ կրկնվեց հետագայում։ Չի կարելի մոռանալ ոչ մեկին, չի կարելի անմեղ մարդկանց մոռանալ։ Այն ամենը, ինչը որ արեց այն տարիներին, ինչպես ասում են, ադրբեջանական հանրապետության ներկայացությունը, դա իհարկե աններելի է։ Մենք չենք կարող մոռանալ այդ մասին եւ այսօրվա օրով այն պատարագը, որ մատուցվեց Սուրբ Գևորգ եկեղեցում, դա եւս մեկ այն բանի հիշատակումն էր, որ մեզանից յուրաքանչյուրը իրավունք չունի ուղղակի մոռանալ այդ օրերը։ Այն մահացած, այն գնացած, այն նահատակված կանանց, երեխաներին, ծերերին, բոլոր այն երիտասարդներին, ովքեր դարձան այդ օրվա զոհը։ Ոնց եք մտածում Հայաստանի կառավարությունը բավականին ձևով հիշեց այս տարի այդ օրը ու հատորեց, как это говорят, փառթուրեց, не, подожди. Ну, то есть оказали уважение вот этим жертвам. Это я уверена. Ճիշտն ասած, ես չեմ կարող ասել ինչ է կատարվում հիմա Հայաստանում եւ ինչպես է իշխանությունը դրան նայում։ Ես չեմ կարող այդ մասին ասել, ոչ թե նրա համար, որ վատ մտքով եմ մտածում, ուղղակի տեղյակ չեմ այդ մասին։ Բայց եթե նրանք մոռանան այդ օրը, նրանք մոռանան ցեղասպանությունը, մերին մեծերից է գալիս, ով մոռանա, կույր աչքով թող քորանա, այդպես չի կարելի մոռանալ, մենք պետք է անպայման հիշենք, աշխարհի որ ծայրում էլ լինենք, այդ բանը չի կարելի մոռանալ, առավել ևս Հայաստանում, որովհետև մազապուրց փախած այդ ժողովուրդը շատ շատերը այսօր գտնվում են հենց Հայաստանում եւ խոսել այն մասին, որ մենք չպետք է արձագանքենք, դա անհնար է, մենք պետք է ասենք, մենք պետք է անընդհատ այդ մասին նշենք, որպեսզի ամբողջ աշխարհը իմանա եւ անպայման արձագանքի, որպեսզի նորից ու նորից ցեղասպանություն չլինի, կոտորած չլինի, պատերազմներ չլինեն, անպայման պետք է այդ ամեն ինչը նշել, մեկ անգամ եւս 1000 ողորմի մեր նահատակներին։